Այս հանդիսավորությամբ է ամեն տարի բացվում Զատկական առավոտը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Մայրաքաղաքի հայորդաց տների պատանիների թափորն իր վրա է հրավիրում անցորդների ու զբոսաշրջիկների ուշադրությունը, ազդարարում, ուր որ է կսկսվի տարվա գլխավոր տոնի պատարագը։ Իսկ հավատացյալներն այդ ընթացքում շտապում են մայր տաճարում զբաղեցնել իրենց տեղերը, քիչ հետո այլևս անհնար է դառնալու տաճար մուտք գործելը, քանի որ Սուրբ Էջմիածինը Զատկին հազարավոր այցելուներ է ունենում։ Տաճար են իջնում ամենայն հայոց հայրապետն ու երկրի նախագահը։ Իրադարձության կենտրոնում այսօր նաև հայոց հայրապետի անփովանակիրներն են։ Այս տարի այդ պատիվն ունեցել են կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, սիրիահայ Սուրեն Վարդանյանը եւ Հայաստան պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը։ Զանգը իսկապես անակնկալ էր, իսկ զանգից հետո պարտավորվածության սարսափելի մեծ զգացում էր, սարսափելի բառը երևի ճիշտ չի, ահա որ պատասխանատվությունը ես այս տարիքում ուղղակի շփոթվեցի նույնիսկ, բայց նաև հասկանում եի, թե դա ինչ է նշանակում, դա եւ պատասխանատվությունը եւ պատիվ է եւ քո եկեղեցուն քո ծառայությունն է, որ դու պիտի բերես որպես քո եկեղեցու զավակ։ Սա էր որ չգիտեմ եւ չթաքցնեմ, որ ես պատանու նման ուսանողի նման երևի պատրաստվեցի։ Իսկապես երևի այդպես պատրաստվեցի, հուզվելով, անանք ստանալով, տագնապելով, չթաքցնեմ նաև շատ մտերիմ մարդկանցից խորհուրդ հարցնելով, իսկ ինչպես է լինում հետաքրքիր է այսպես։ Զատկական հերթական շրջան ենք մտնում պատերազմների բեռը չթոթափած։ Աշխարհաքաղաքական իրավիճակը մնում է լարված, ամեն օր տասնյակ անմեղների կյանք խլելով։ Եվ այսօր հավատացյալ մարդու առաջին խնդրանքը Աստծուց խաղաղության վերահաստատումն է աշխարհում։ Քրիստոսը ինքը սեր է, Քրիստոսը ինքը այդ սերը ուղղորդում է դեպի ժողովուրդները եւ հատկապես այսօրվա մեր օրերում, երբ այնքան բարդ է իրավիճակը աշխարհաքաղաքական, երբ որ մեծ շատ կարևորագույն իրադարձություններ են տեղ ունենում, առավել անհրաժեշտ է այդ սիրո միաբանության գաղափարը։ Այսօր մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ունենան խաղաղ երկինք եւ բարեկեցիկ ապագա։ Եվ այսօրվա խորհուրդը, որպեսզի յուրաքանչյուրը իր ապրելու տարածքը խաղաղ պահի, ժողովուրդը իր երկիրը խաղաղ պահի, մարդկությունն իր աշխարհը խաղաղ պահի։ Դժբախտաբար վտանգավոր ժամանակների մեջ ենք ապրում եւ առավել քան այս ժամանակներում հարկավոր է մեզ հայերիս թե այստեղ Հայաստանում, թե Հայաստանից դուրս մանավանդ, որտեղ մարտահրավերները բավական սուր են, դառնալ իսկապես մեկ միասնական ազգ, մեկ միասնական նպատակի շուրջ։ Խաղաղություն 2014-ի Զատկական օրը Մայրաթորից բազմաթիվ օտարերկրյա դեսպանների ու պաշտոնյաների ներկայությամբ վեհապար հայրապետը խաղաղության կոչ հնչեցրեց, ուշադրություն հրավիրելով Սիրիայի խաղաղ բնակչության եւ քեսաբահայության դեմ ուղղված ոչրագործության վրա, նշելով, որ մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, պատերազմի, աղքատության ու անտարբերության մեջ զոհվում են հրեշտականման մանուկներ։ Կարևոր կետ մներ, որ վեհապարի միջոցով համայն աշխարհ իմանա, որ քեսաբի դեպքը, որ բադայեցավ, չեր գրնարլալ, եթե Թուրքիո պետությունը չարդոներ։ Անշուշտ քեսաբը չեն ուզեր առանձնացնել ընդհանուր Սուրիո վիճակեն, որով Սուրիա շատ մեծ դեպքեր գլագոր ամեն քաղաքներու մեջ եւ ըստ երևույթին անոնք նորեն արդյունքն են հարագից երկիրներու իրենց թշնամական քաղաքականության։ Ինչով կարող եմ միանում եմ այդ կոչերին եւ
ամեն ինչ կանենք, որ այս տարի լինի խաղաղություն մեզանում։ Մենք միշտ աղոթող ժողովուրդ ենք, մենք աղոթքով է որ հարություն արածենք։ Հուսանք որ խաղաղությունը լավ, որով պետք է որ այս աղոթներով, այս ցևով մոդեցումով սիրտի բարույթությամբ մոդենալով պետք է որ խաղաղություն դիրի աշխարհի վրա։ Ես կարծում եմ խաղաղությունը առաջերտին մարդու մեջն է։ Նա պետք է խաղաղված լինի։ Երբ որ այդ խաղաղությունը մեջ եղավ, խաղաղություն հաստատ կլինի։ Խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն հատկապես այն գաղութներում, որտեղ հայկական կրթօջախներ կան, հայկական ընտանիքներ կան, հայկական միջավայր կա, որտեղ որ հայը ապրում է, եւ հատկապես Միջին Արևելքում, Սիրիայում եւ մասնավորաբար Քեսաբում, ուրեմն մեր մաղթանքն է եւ Տիրոջ կողմից հարուցյալ փրկչի հայցը, որ այդտեղ էլ խաղաղություն հաստատվի։ Այն խաղաղությունը, որ մեր գիտակցումից վեր է, հոգևոր խաղաղություն է, աստվածային խաղաղություն է, այն խաղաղությունը, որ Քրիստոս ասեց, ձեր ընկալած խաղաղությունից տարբեր խաղաղություն է, սա հոգևոր խաղաղությունն է, սա է Քրիստոսի հարության մեծագույն պատգամը, որ մեզ այսօր ուրախացնում է, մեր հոգին սնուցանում է, կենդանացնում է, եւ այդ հավատքի զորակցությամբ մեզ նոր ուժ է տալիս կյանքում փորձությունների դիմակայելու, դիմագրավելու, այդ փորձությունների Գողգոթայի ճանապարհով անցնելու, որովհետև մենք հավատք ունենք, որ Քրիստոս հարություն է արել։ Հիսուսի հրաշափառ հարության տոնին վեհափարի ակնկալիքն է, որ պատմության ընթացքը վերափոխած հարության հավատքը այսօր էլ նորոգի մարդուն խաղաղությամբ պայծառակերպի նրա կյանքը։ Այսօր եւ մեր մամուլը եւ հեռուստաընկերությունները ընդհանրապես պիտի կարևորեն իրենց պետության մեջ տեղի ունեցող երևույթները պիտի կարևորեն եւ մայրաթորից հնչող սիրո, միաբանության, խաղաղության կոչերն ու զանգերը պիտի բոլորի սրտերում արձագանքվեն եւ այդ արձագանքվելու ձևերից մեկը պիտի լինի տպագրել իրենց մամուլի միջոցներում, չսպասել որ մեկը պիտի հետևից գնա, զգուշացնի, ասի, պիտի ցույց տան հեռուստատեսությամբ, չսպասեն որ մեկը գնա, մենք մեր ծառայությունը այսպես պիտի բերենք մեր եկեղեցու պայծառացմանը։ Եթե մեզանից յուրաքանչյուրը բերի իր ծառայությունը, մեր եկեղեցին անպայմանորեն ինչքան ուժեղ է, երկու այդքան ուժեղ կլինի։ Նախ վստահ լանք մեր ուժերու վրա։ Մենք հսկայական ռեսուրսներ ունենք, ներուժներ ունենք, ըլլա հայրենիքեն ներս եւ ըլլա սպիրկի մեջ։ Մենք այս ուժերուն վրա պետք է շատ մեծ վստահություն ունենանք, մեր պետության վրա վստահություն պետք է ունենանք եւ աբական միասին գերդենք։ Նայում եմ իմ 4 բոլորը, նայում եմ մարտաճարիներս, որքան երիտասարդություն կա, որքան սա կարևոր է։ Սա այլևս մեր քրիստոնեական դաստիարակությունը մեզ վերադարձնում է մեր արմատներին։ Դա կարող է լինել միայն երիտասարդի միջոցով, երիտասարդության միջոցով, եւ նա պետք է շարունակի, պետք է ավանդի։ Այո, այսպիսի կարևորագույն հրաշափառ տոները մեզ ավելի են մեծեցնում Աստծուն, մեզ ավելի են մոտեցնում Քրիստոսին, մեզ ավելի են մոտեցնում մեր արմատներին, մեր քրիստոնեական բարոյականությանը։ Մեր ժամանակների եսակենտրոն ու հոգեկործան անցողիկ երևույթների դիմաց երիտասարդական կենսահաստատ ոգին ամուր պահելու կոչը հայոց հովվապետն ուղղեց երիտասարդությանը։ Այն ժողովուրդը, որը Աստծո օրենքով կրթված զավակներ ունի, բարի հեռանկար ունի, ասաց նա, երիտասարդներին հանձնելով մեր պետական, ազգային ու եկեղեցական հույսերի իրագործումը։ Կոչ արեց բոլորին երկրի շահին ծառայել նվիրումով եւ ինչպես Տերն է պատվիրում, համարել, որ արեցինք այն, ինչ պարտավոր էինք։ Եթե ունես սեր, Սուրբ հիշատակների սեր, հա, մանկության փողոցի սեր, երկրիդ հողիդ, սրբազան լեռանդ սեր, ընտանիքի երեխաների, ի վերջո այս բոլորն է, որ եթե ունես կպաշտպանես, չսիրես չես պաշտպանի։ Ով սեր ունի առողջության ու մարդկանց հանդեպ առաքյալ է, ասաց վեհափարն ու պատգամեց այդ առաքելությունն իրագործել այն գիտակցությամբ, որ Աստծո զորակցությամբ բազմապատկվում են աշխատանքի արդյունքները։ Աստծո մխիթարությունը փարատում է հուսահատությունն ու տխրությունը։ Աստծո երկնային արդարությունն ամրապնդում է երկրային արդարության հիմքերը։ Վեհափարի զատկական պատգամը ներկայացնում ենք ամբողջությամբ։ Ամեն։ Ես եմ լույս աշխարհի, որ գազ գնի իմ ընդխավար մի գնացցե, այլ ընկասցի ըզ լույսն գնաց։
Սիրելի հավատավոր զավակներ ի Հայաստան եւ Իսպյուրս։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշազար Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները։ Մահվանից հարություն է առել մեր փրկիչը։ Մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի։ Մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի եւ հավերժության շնորհով։ Ես եմ աշխարհի լույսը, ով իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենդանի կենաց լույսը։ Հավատացյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր է, ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ ընդվզում են Աստուծո դեմ։ Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների եւ մոլեգնող աբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ, աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով։ Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի հարության խավարացիր լույսը։ Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության եւ իրավունքի համամարտկային չափանիշեր, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները, նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկային կյանքը։ Այսօր չկան հասարակություններ, պետություններ առանց խնդիրների, կարիքների ու նեղությունների։ Հասարակություններն ու պետությունները սակայն չեն կարող ունենալ առաջընթաց, անգամ դատապարտված են ոչնչացման, եթե չլինեն հոգևոր բարոյական արժեքների վրա կյանքի հաստատման, առաջընթացի ու կատարելության առաջնորդող տեսիլքն ու նպատակները եւ դրանց նվիրյալ առաքյալները։ Արդարև, մարդկության մեծ նվաճումները խիզախումներն են ազնիվ տեսլական ունեցող անհատների, ինչպես քրիստոնեական լույսի տարածողները եղան Քրիստոսի աշակերտները, ովքեր առ Աստված հզոր հավատքով, անձնազոհ հանձնառությամբ սկզբնավորեցին հարուցյալ կյանքի ուղիներն աշխարհում։
իսեր մարդու փրկության, երջանկության ու բարօրության։ Ամեն ոք, ով հավատում է Աստծուն, ով սեր ունի արարչության ու մարդկանց հանդեպ, առաքյալ է եւ պիտի իրագործի իր առաքելությունը աներկբա գիտակցությամբ, որ Աստծո օրհնությունն է շնորհած աղբյուրը, որ հեռացնում է կյանքի մռայլը, որ Աստծո զորակցությունը բազմապատկում է աշխատանքի արդյունքները, Աստուծո մխիթարությունը փարատում է հուսահատությունն ու տխրությունը, Աստուծո երկնային արդարությունը ամրապնդում է հիմքերը երկրային արդարության։ Այս գիտակցության, այս ոգու հարնումով է, որ պիտի ամոքվեն ներկա աշխարհի վերքերը, սիրո եւ համերաշխության ուղիներում հաստատվեն երկրների ու հասարակությունների ընթացքը, կյանքը վերափոխվի հարության լույսով, որ պատգամն է մեր Տիրոջ եւ խորհուրդը Քրիստոսի հարության։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Փրկչի հարության ավետիսն այսօր հրավեր է աշխարհասփյուր մեր ժողովրդին հայրենական եւ ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլաներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր երկրի, մեր ժողովրդի բարոր ու լուսավոր գալիքի համար։ Ժամանակի հողմերի մեջ որտեղ պիտի մնար մեր ժողովուրդը, եթե չզորանար Քրիստոսի հարության շնորհներով, եթե չունենար հայրենիքի ազգի հանդեպ սերը եւ չկարողանար այն հերարան դարձնել նեղության ժամին եւ ուժ ապրելու, ստեղծելու եւ վերհառնելու։ Մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող ենք վճռել կյանքը վերափոխելու անվարան ձգտումով, քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ, ազնիվ բարի ընթացքով, մեր հանձնառություններով, հայրենանվեր ազգաշահ գործերով։ Սուրբ Հարության տոնը մեզ բերում է քաջալերությունը, հուսավառ ոգով կյանքի կոչելու այն ծրագրերը, որ յուրաքանչյուրս Տիրոջը հետևելու կոչին արձագանքելով կարող է իրագործել ընտանեկան, հասարակական, պետական եւ ազգային մեր կյանքի համար, անձնական շահը չտարբերելով երկրի ու ժողովրդի շահից, մեր կոչման եւ պատասխանատվության մեջ հոգվով ու նվիրումով ծառայենք, ձգտենք հաջողությունների ոչ միայն մեզ համար, այլ միմյանց, հայրենական եւ ազգային մեր կյանքի առաջընթացի համար, եւ ինչպես պատվիրում է մեզ Տերը, համարենք, որ արեցինք ընդամենը այն, ինչ պարտավոր էինք։ Հայրական մեր խոսքն ենք ուղղում հատկապես երիտասարդ մեր զավակներին, ի հայրենիս եւ իսփյուրս, հորդորելով լինել տերունապատվեր առաքելության կրողներ, երիտասարդության հրաշալի ներուժը հույսով ու հավատքով միախառնելով ազգային կյանքին։ Մեր կյանքի դժվարությունների ու հրամայականների, մեր ժամանակների եսակենտրոն ու հոգեկործան անցողիկ ընթացքների եւ երևույթների, փորձության բոլոր հողմերի դիմաց ամուր պահեք
երիտասարդական կենսահաստատ ոգին, անսասան կանգնած հավատքի վիմին, հիշելով խոսքը մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի. ես եմ աշխարհի լույսը, ով իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը։ Սիրելի երիտասարդ զավակներ մեր, դուք, որ անդրանիկ սերունդն եք մեր հայրենիքի ազատ կյանքի, ձեր սրտերում իբրև ամենամեծ գանձ կրեք ու պահպանեք Քրիստոսով ազատ, Քրիստոսով պայծառ հոգու լույսը։ Ժողովուրդը, որ ունի Աստուծո օրենքով կրթված որդիներ, ունի նաև իրական հույսեր, բարի հեռանկար։ Դուք պիտի իրագործեք այդ հույսերը պետական, ազգային եւ եկեղեցական մեր կյանքի անդաստաններում, մեր հայրենիքի սահմաններում, Սփյուռքում մեր մայրենիի եւ մշակույթի պահպանության դիրքերում, մեր երկիրը հզորացնելու, Արցախի ազատ ապրելու իրավունքը, մեր արդար դատը պաշտպանելու մարտադաշտերում եւ ձեր հոգու նվիրումով հայրենական եւ ազգային կյանքում ձեր հանձնառություններով պիտի հյուսեք հաղթանակները մեր նորօրյա կյանքի։ Ներկայիս ազգային մեր կյանքի մտահոգություններից է շարունակում մնալ մեր ձավոր արևելքում, հատկապես Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակների դժվարին կացությունը։ Վերջին շրջանում նոր տագնապ են հարուցել Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների ծավալած ռազմական գործողությունները։ Հայրենաբնակ շրջանի ավերումը եւ հայ բնակչության տարհանումը շարունակությունն է հայ ժողովրդի հանդեպ որդեգրած թուրքական նույն ոչրագործ քաղաքականության, որին պիտի կարողանանք դիմակայել պետական, եկեղեցական, ազգային մեր կառույցներով, միասնական ջանքերով պաշտպանելով մեր ժողովրդի իրավունքները։ Այսօր, սիրելիներ, երբ Քրիստոսի հարության տոնի լույսն ու խանդավառությունը վերստին բաբախում են մեր սրտերում, առաքելական խոսքի համաձայն հագած լույսի զրահը իբրև Տիրոջ հարությամբ ցնծածող տրտմությունը, երկյուղն ու հուսահատությունը մերժող առաքյալներ ելնենք վերափոխելու մեր եւ մեր հայրենյաց ու ժողովրդի կյանքը նոր իրագործումներով, գալիքի մեր պայծառ տեսիլքը լուսաշող իրականություն դարձնելու հաստատուն քայլերով։ Այս հավատքով եւ մաղթանքով Սուրբ Հարության ավետիսով ողջույն ենք հղում առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, Արամ առաջին Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան arczepiskopos Մանուկյանին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք Տեր Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանին, մեր եկեղեցու ողջ հոգևոր դասին, քույր եկեղեցիների հոգևոր պետերին եւ տիրախնամ նրանց հոտին։ Տիրոջ պահպանությունն ենք հայցում իրենց եւ հանապազ զորակցությունը տերունապատվեր առաքելության մեջ։ Քրիստոսի հարության շնորհների հայցով մեր ողջույնն ենք բերում պատարագի սրբազան արարողությանը ներկա
Հայաստանի Հանրապետության նախագահ Տիար Սերժ Սարգսյանին եւ առաջին տիկնոջը։ Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն են հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Տիար Բակո Սահակյանին եւ հայոց պետական ողջ ավականուն։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին Սուրբ Հարության Բերկրալի ավետիսով հայրական մեր սերն ու օրհնությունն ենք բերում աշխարհասփյուր մեր զավակներին։ Զատկական այս սուրբ եւ նվիրական օրը ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ հարության շնորհները զորացնեն ձեզ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրելու հույսով ու հավատքով եւ սիրով ու համերաշխությամբ կերտելու մեր կյանքի նոր բարի օրը։ Թող Աստված իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղ պահի աշխարհը համայն։ Բարոր առաջընթաց շնորհի մեր հայրենիքին, պայծառություն մեր սուրբ եկեղեցուն եւ հավատավոր ազգիս հայոց։ Այսօր եւ միշտ բարեբանելու սուրբ հարությունը մեր փրկչի Քրիստոս արյավ իմերելոց։ Շնորհ, սեր եւ խաղաղություն Տյառն մեր Հիսուսի Քրիստոսի եղեցին ընդ մեզ ընդամենեսյան ամեն։